Հարթան Տիրոջը սիրել են։ Մի հատ ջիգարով։ Մենք ուրախ ենք, որ գտնում ենք Տիրոջ տան մեջ։ Շատ ուրախ ենք։ Ամենաքաղցր վայրը եկեղեցում լինելն է։ Ուր դե ուզում ես գնա, քաղցրություն չկա։ Ամենաքաղցը, ամենաօրհնյալ, ամենալավ տեղ եկեղեցումն է։ Մեր եղբայրները խոսեցին Աստծո շնորհքից, Աստծո այրան մասին, ապա վստահել Աստծուն, մի հոգու մեջ ապրել։ Եվ եղբայրները նաև սիրո մասին էլ խոսեցին։ Իմ սրտում ես այդ մասին չգիտեմ խոսել եմ, թե ստե չեմ խոսել, հոգևոր կյանքի մեջ ամբողջ հին ուխտում ոչ մի տեղ չկա գրած Աստված սերը։ Ձեզ վար չկա գրած։ Եվ առաքյալներից ոչ մեկը չի ասի այն բառերը, որ ասել է Հովհաննեսը։ Ես կարդում եմ առաջի Հովհաննես 4-րդ գլուխ 8 և 16 խոսքերը։ Ան որ չսիրեր, Աստված չի ճանչնա, վանսի Աստված սեր է։ Եվ մենք ճանչցանք ու հավատացինք այն սերը, որ Աստված ունի մեր Աստված սեր է, ան որ սիրո մեջ կբնակի, Աստծո մեջ բնակի և Աստված անոր մեջ։ Մենք եկել ենք հավատքի, որ իր սերը ճանաչենք։ Ճանաչենք սեր անձին, Աստված սերը։ Աստծո սիրո նման սեր չկա աշխարհում։ Բոլոր մայրական սեր, հայրական սեր, սիրարական սեր, դրանք սաղ մեռած սերեր են։ Աստված սեր է։ Ես հիշում եմ իմ երիտասարդ ժամանակ, ես մի հատ հայտնություն տեսա Տիրոջից։ Ժողովուրդը գոռում էր խաչեք, խաչեք։ Մի հատ մարդ շատ ուժեղ էր գոռում, այդ բազմությունից ուժեղ էր գոռում։ Տեսիլքի պես բան եմ տենում, իրական ոնց որ կենդանի։ Տեսա ասում եմ, ով է գոռում, որ խաչեք, խաչեք։ Գնացի տեսա ես եմ։ Ես տենց սրիկամարդ, որ ես ինձ տեսա։ Ես գոռում էի խաչեք։ Հայում են նրան, թքում են նրա վրա, մեղու չագուշներին ձեռներ։ Ես տես դաժան մարդ, որ տեսա ինձ, չկա աշխարհում։ Ես խաչում էի իրան, մխում էի, հայում էի, թքում էի նրա վրա։ Այդ խաչված ձեռներից ձեռս դուրս եկավ։ Այդ ձեռը շոյում էր իմ գլուխ և ասում էր, զավակս, ես սիրելուց եմ մեռնում քո տեղը, սիրելուց։ Ես չհասկացա այդքան խորը, բայց դա մտավ իմ հոգու մեջ, որ ես իրան սպանում եմ, ինքն ինձ սիրում է։ Այդպիսի սեր չկա աշխարհում։ Դու իրան սպանես, ինքը քեզ սիրի։ Եղբայրներ քուրեր։ Խաչի վրա իրան խաչողներին սիրեց։ Ամբողջ աշխարհի մեղքը քավում էր նա, քավում էր իր խաչելությամբ։ Եվ ասում էր, հայր, ների չեն հասկանում։ Բոլոր խաչողներին սիրեց։ Իր մոր մասին մտածեց, իր աշակերտի մասին մտածեց, այն ավազակի մասին մտածեց, որ դրախ տարավ, բայց իր մասին չմտածեց։ Այդ սերն աստիպել իրան գալ աշխարհ։ Մարդկային աղոթները չեն ստիպել, մարդկային զորը չեն
ստիպել։ Ինքը սեր է։ Նա սիրո զգացմունք չունի։ Նրա անձը սեր է։ Պետք է սերը ճանաչել, որ իր մեջ ապրել, ինքն էլ քո մեջ։ Շատ քարոզիչներ եմ լսել, տեսել։ Լավ հրաշք են անում, լավ բժշկություն են անում, լավ մարգարեանում են, բայց սեր չունեն, սերը չեն հասկանում։ Սերն է, որ քեզ խաչեն, դու իրան սիրես։ Քո թշնամուն սիրես։ Քո թշնամուն, քո երեխին սպանողին սիրես։ Էնել ձրի սիրես։ Աստծո սերը ձրի է։ Մենք ով ենք։ Եկի խոսենք Ադամի մասին, որ այդ սերը չճանաչեց նա, չհավատաց։ Եղբայրներ կուրեմ, Աստված կարող էր այդ կենդաները, որ ստեղծում էր, բերում էր Ադամի առաջ։ Ադամ միտեղ կամ կայնած էր, կամ նստած էր։ Բոլոր կենդանները, գազանները, թռչունները մեկ նրանց ամները ստեղծողը չէր կարա անուն դնի։ Կարար, բայց բերում էր Ադամի առաջ։ Ադամին ասում էր աղունիկ, վերջը կենդաներ, թռչուներ, գազաներ, բոլորի անուն ինքը դրեց։ Բայց նա չհասկացավ, որ անձը, սերը, չհավատաց, չընդունեց, որ այդ սերը խոնարհվում է իր առաջ, բերում է իր առաջ։ Եվ դրա համար նա մերժեց Աստծուն, Աստծո խոսքն է մերժեց։ Ես մի հատ համար եմ ուզում կարդալ, որ մենք չմերժենք Աստծո խոսքը։ Այս համարը կարդում եմ Ադամի համար եմ կարդում։ Առակաց 22:17-18 Ականջը ծռե իմաստուների խոսքը մտի կարե։ Ստեղ ես գրում ես խոսքը։ Ականջը ծռե ամենաիմաստուն, ամենագիտուն, ամենահանճարեղ Աստծո խոսքը մտի կարա։ Եվ քո սիրտը իմ գիտության տուր։ Վանզյանոն քո սրտի մեջ պահես հաճելի բան են։ Անոն քո շրթունքների վրա պիտի հաստատվեն։ Եթե Ադամը ամենակարող, ամենաիմաստուն խոսքը լսեր, իր սրտի մեջ պահեր, իր շրթունքները հաստատ կլներ, եւ նա Եվային սխալ չէր սովորացնի։ Եղբայրներ քուրեր, աշխարհում ամենաթանկ բանը ինքն է իր խոսքն է։ Իր խոսքն էլ է սեր, իր խոսքն էլ է կյանք։ Նայեք, երբ որ հարցնում էր Հիսուսը, Աստված իջավ աշխարհ, մարդացավ, հղիացավ այն արքանդում, որտեղ ես ու դու ենք ղացել։ Մենք բոլորս մեղքի պորտալարով ենք ծնվել, բայց նա մեղքի պորտալար չուներ, ընդեղից կտրեց մեղքի պորտալարը։ Կտրեց։ Նոր սերունդ է ծնում, որ այդ մեղքի պորտալարը կտրել իր խաչով, հին մարդին խաչել է Հիսուս Քրիստոսը փառք իրան։ Փառք տվեք։ Այսօր շատերը հին մարդի ստրուկներ են։ Հին մարդին խաչել է, որ ծնվավ Ադամ Եվայի մեջ։ Զայսկիցիր, որ քո հին մարդը նրա հետ խաչվեցավ, որ մեղքի չծառայես։ Նրա սերը, նա դժոխքի կրակի լճի մահը ճաշակեց, որ մեղքի պատիժը դա է, հայրը թողելով իրան, խաչի վրա, նա ճաշակեց կրակի լճի մահը։ Ինձ բացել ա դա Աստված։ Ես որ հասկացա, կրակի լճի մահը ճաշակել ինձ սիրելով։
Նրա սերը չվերջացավ։ Ամբողջ աշխարհի մեղքը նրա վրա էր։ Բայց նա կրակերը չիմա ճաշակեց։ Ճաշակեց, որ ես ու դու այդ մաճը ճաշակենք։ Որ կա պարավորեք նրան։ Նա սեր է։ Փառք Տիրոջ։ Նա կենդանի սերը։ Շուտով գալու է սերը։ Շուտով իշները երկնքից, ով որ այդ սիրո մեջ ապրում նրա հետ կետա, ով որ չի ապրում չի գնա։ Նրա սերը ուրիշ է։ Ինչ հոգևոր գիտություն իմանաս, գիտության գերազանցն է նրա սիրո գիտությունը ճանաչել։ Նրա սերը ճանաչենք, ինչքան ճանաչենք հավատքը կաճի։ Մի հատ հարց տամ ձեզ։ Հոբը չէր տեսել Աստծուն։ Հոգևոր աչքերով թե այնպես չէր տեսել Հոբը Աստծուն։ Բայց զարմանում եմ այս մարդի հավատքի վրա։ Զարմանում եմ։ Բայց տակավին այս մխիթարություն կտունամ։ Անվողոն ցավի մեջ պիտի ուրախանամ։ Զարմանում ես։ Անվողոն ցավի մեջ ուրախություն ա տենում։ Կյանք ա տենում։ Աստծու սիրո մեջ կյանք ա տենում, ասում ա, որ նանձի սպանի են, ես իրան եմ ուսալու։ 13:15 խոսքում ա գրած։ Էս ինչ հավատք ես մարդի մեջ։ Ականջիներով լսել մասին։ Էս ինչ կյանք ա տենում Հիսուսի մեջ։ Անվողոն ցավի մեջ ուրախանում ա։ 10 երեխայի դիակները դրած, որդնած, ամբողջը կորցրած ամեն հարություն դարել ա բոնժ, բայց նրա ուրախությունը Աստծո սիրո մեջ ա։ Ասենք փառք Տիրոջը։ Դրա համար Պողոս առաքյալը կանչեց հովիների Եփեսոսի եւ նրանց չասեց. գնացեք սենց արեք, նենց ասեց, ձեզ հանձնում եմ Աստծուն եւ նրա խոսքին, որտեղ նրա խոսքները սեր կյանք, ինքները սեր կյանք, պետք է հանձնվես քեզ սիրողին։ Քո կյանքը կկառավարինա։ Հին ուխտի ոչ մի մարդ հայր մեր չի մացել։ Փառք Տիրոջը, մենք Հիսուսի զավակներն ենք։ Հայր մեր եք ասում։ Հիսուս, որ հարություն առավ, ինչ ասեց Մարիամին։ Մարիամը, որ սպասում էր, էլ աշակերտները եկան գերեզման տեսան, դատարկ գնացին, բայց Մարիամը սպասեց։ Սպասեց Աստծուն։ Հիսուսը խոսեց, ասեց, գնա իմ աշակերտներին ասա, գնում եմ իմ հորքով, ձեր հորքով, իմ Աստծոքով, ձեր Աստծոքով։ Դու հեր ունեք երկնքում, ձեր հերը սերը։ Փառք տվեք Տիրոջ, փառք տվեք Տիրոջ, փառք, կանգնենք աղոթքի։